իրենց ընդդիմախոսներին նման գործողություններով ինչ նպատակ են հետապնդում։ Նախ սկսենք նրանից, որ այս գործը շինծու գործ է եւ միջև որ սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքները, փորձում են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել եւ դրա բառապացույցն է պարոն Չալաբյանի այսօրվա բերման ենթարկելը։ Այս պահին այսքան։ Տիկին Պողոսյան, նման կերպ հնարավոր կլինի ընդդիմադիր ամբողջ դաշտին, ընդդիմախոսներին լրացնել եւ դուք ինչ ճանապարհներ եք տեսնում այս գործողությունների, ապօրինի գործողությունների դեմ պայքարելու համար։ Չեմ կարծում ընդդիմադիր դաշտին հնարավոր է այսպես լրացնել։ Ուղղակի ժամանակ են իրենք այսպես փորձելու շահել, որպեսզի ավելի շատ ճնշումներ լինի, բայց այն որ ընդդիմադիր դաշտը կայուն է, հաստատուն իր մտահղացումներում եւ միջև այդ էլ արտահայտած բոլոր մտքերին, այդպես էլ շարունակելու է։ Ինչքան էլ որ փորձեն ընդդիմադիր դաշտին այսպես ճնշումներ գործադրել, դա արդյունքը նա կլինի, որ ոչ մի բան դատարկ չի մնա եւ իր ընտրությունները դրա բառապացույցը կլինի, որ դա կեղծ ընտրություններ են, լեգիտիմ չի այս իշխանությունը եւ իր վախի մթնոլորտի շնորհիվ է այս ամենը անում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե օրինակ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք, ինչու է հրապարակը դատարկ, ինչու դուրս չեք գալիս փողոց։ Կգնանք օրինական ճանապարհով, որը հիմա անում ենք։ Այո, սահմանադրական ակնկալիքներ կան այդ դատարաններում։ Ակնկալիքները չեմ կարող ասել շատ որ մեծ կլինի։ Հոգուտ ընդդիմության այսպես կոչված։ Եթե դատավորները լինեն անաչառ եւ իրենց խղճի եւ հայրենիքի նկատմամբ ունենան որոշակի պարտականություններ եւ պարտավորություններ, որը իրենց սահմանադրությամբ է սահմանված, ուրեմն պետք է լինի։ Բայց այս պահին դուք տեսնում եք ինչ է կատարում եւ այդքան էլ մեծ հնարավորություններ չունի ընդդիմությունը, բայց ես կցանկանայի ավելի շատ անդրադառնայի եւ ի աջակցություն հայտնեի պարոն Չալաբյանին ամբողջ արցախցիների անունից, քանի որ եւ Հայ-ակվեն եւ պարոն Չալաբյանը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին, արցախցիների կողքին եւ այսօր էլ ամբողջ 150,000 արցախցիներ միակամ պատրաստ են իրենց աջակցությունը հայտնել պարոն Չալաբյանին։ Շնորհակալ եմ։